Բարև ձեզ, դուք դիտում եք մանրամասները, մանրազնին ու մանրակրկիտ, մենք խոսում ենք հանրային ու սոցիալական ամենաբարդ, ամենացավոտ խնդիրների մասին, այսօր դա կարող է վերաբերել մեկին, վաղը կարող է դառնալ շատերինը, այսօր դարձյալ խոսելու ենք բնակարանային խարդախությունների մասին և այն մասին, թե որքան կարևոր է անշարժ գույքին առնչվող գործարքներում սառը դատողությունը չկորցնելը։ Մարդկային կարեկցանքն ու անշարժ գույքի հետ գործարքներն անհամատեղելի են, սեփականության և փողի հետ հաշիվներում խղճահարությունն անելիք չունի։ Մենք էլ խղճից թուրք մարդ։ Իմ տունը քո տունը չէ, կամ ինչպես խուսափել բնակարանային խարդախների թակարդներից։ $350 ամեն ամիս տվել եմ։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ դյուրահավատությունն ու իրավական անգրագիտությունը, հնարավոր է արդյոք ապացուցել, որ բնակարանը վաճառվել է խաբեությամբ։ Մեզ վտարեցին։ Վստահությունն ու հավատը իրավական կատեգորիա չեն, բնակարանային խարդախների ցանցը չընկնելու մանրամասներ, բնակարանաշորթություն։ Մեր այսօրվա պատմության հերոսները չեն կարողացել խղճին դեմ գնալ, հարևանին օգնելու համար համաձայնել են անգամ իրենց 40 տարվա տունը վաճառել, այն էլ ընդամենը $15,000, որպեսզի $8,000 տան պարտքերի մեջ խրված հարևանին տան։ Կնքվում է արք ու վաճառքի պայմանագիր, իսկ 4 ամիս անց Կոբալյանների ընտանիքին տեղեկացնում են, որ բնակարանն արդեն ունի մի երրորդ սեփականատեր, որը պարտադրում է ազատել տարածքը։ Պատմության բոլոր մանրամասները Վահե Դավթյանը։ Վարդաշեն երկրորդ փողոց երկրորդ շենք 81 բնակարան 1968-ից Կոբալյանների ընտանիքն ապրում է այս հասցեում 2008-ին հարևան Արտուրը գալիս է եւ ասում, որ $8,000 պարտք ունի, որը չմարելու դեպքում իր կյանքին վտանգ է սպառնում։ Մենք էլ խղճից թուրք մարդ տունը դրեցինք տոկոսով։ Հարևան Արտուրը Կոբալյանների տուն է բերում ոմն Կարինե Եղիազարյանին, որը տոկոսով գումար է տալիս մարդկանց։ Հանդիպման ժամանակ ընտանիքը որոշում է $8,000-ից բացի եւս $7,000 էլ վերցնել անձնական խնդիրների համար։ Կարինեն համաձայնվում է $15,000 տալ, բայց պայմանով, որ բնակարանը դարձնեն իր անունով։ Ամբողջ գումարը վերադարձնելուց հետո բնակարանը դարձյալ պետք է անվանափոխեին։ Նոտարականում գնացինք, գրեցինք, որ ֆիկտիվնի է, էլի որ վաղը որ այդ փողը տանք, այդ տուն բանը տան դոկումենտները պրոստը ֆիկտիվնի է։ Նոտարում կատարում են արք ու վաճառքի գործարք, որտեղ գրված է, որ բնակարանը վաճառել են $45,000-ով։ Մինչև այդ Կարինեն տանտերերին զգուշացրել էր, որ գումարը տալիս է 4 ամի ժամանակով, չվերադարձնելու դեպքում կվաճառի բնակարանը։ Ես $350 ամեն ամիս տվել եմ։ 4 ամիս անց Կարինեն զանգում է Կոբալյաններին ու պահանջում գումարը։ Տանտիկինը ասում է, որ իրենք $7,000 կարող են վերադարձնել, իսկ Արտուրը ասում է, որ $8,000 չի կարող փակել։ Որոշ ժամանակ անց տիկին Անահիտը պատահական իմանում է, որ Կարինե Եղիազարյանն ու Արտուրը բնակարանը $35,000-ով վաճառել են ոմն Արտակ Գալստյանի։ Իմանալով, որ ընտանիքը դիմում է դատարան, Արտակը տանտերերին խնդրում է չդիմել դատարան ու պայման առաջարկում։ Այստեղ մի հատ մեզի թուղթ գրել տվեց, որ ես 26 հատ, թե 25 հատ տուն ունեմ։ Արի ասեն ձևակերպը իբրև դուք վարձով եք մնում։ Ես ձեզնից գումար չեմ ուզում, Արտուրից կուզեմ այդ գումարը։ Ավելի ուշ տիկին Անահիտը պարզում է, որ Արտակը 25 բնակարան է ձեռք բերել, բայց տանտերերը բնակարանի արք ու վաճառքի մասին ընդհանրապես տեղյակ չեն եղել։ Վերջին հանդիպումից 3 ամիս անց դատարանից ստանում են գրություն բնակարանը ազատելու մասին։ Ինչ է տեղի ունեցել իրականում, ով ում է վաճառել բնակարանը, քաոսից տանտերերը դեռ ուշքի չեն գալիս։ Բնակարանի սեփականության վկայական էլ տոկոսով գումար տված Կարինեի մոտ է, իսկ Արտուրը, որ բնակարանը վաճառել էր Արտակին, նա էլ իր հերթին բնակարանը նվիրատվություն է արել մեկ այլ անձի։ Կոբալյանները գործը տվել են դատարան 3 տարի առաջ հարուցվել է քրեական եւ քաղաքացիական գործ, մինչեւ այսօր դատական գործն ընթանում է, բայց ոչ մի առաջխաղացում։ 3 տարի է դադը գնումը, Արտակ մի օր դատարան չի մտել։ Թող գա երեսներից կանգնի, ոնց որ Կարինեն է սուտ ասում, նույնն է Արտակ ասի ծախել է կարել եք։ Կոբալյանները նոր են իմացել, որ Արտուրն ու Արտակը հետախուզման մեջ են արդեն 2 տարի։ Դատարանն ասել է, որ չեն կարողանում գտնել երկուսին, այնինչ տիկին Անահիտը գիտի բնակության վայրի հասցեները։ Արտակը Ղարաբաղ է, մի օր դատարանում հենա զապիսները կա, իրա հենց փաստաբանը ասից, որ Պրոբլեմ չկա, Արտակը կգա։ Մեկն է երևի ուր պիտի լինի, շատ Ռուսաստաններ։ Մի քանի օր առաջ եւս Կոբալյանները ստացել են նոր գրություն բնակարանն այլևս իրենց չի պատկանում։ Գնալու տեղ էլ չունեն, չգիտեն որտեղից սկսել, ում դիմել եւ ինչպես Կարինեից ստանալ բնակարանի սեփականության վկայականը։ Վահե Դավթյան, Միքայել Թումանյան, Արմյուզ։ Հնարավորություն ունեն արդյոք Կոբալյանները հետ ստանալու իրենց բնակարանը, կօգնի պարզաբանել փաստաբան Հարություն Հարությունյանը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, ինչպես է ստացվում, որ կողմերը պայմանավորվում են մի բան, բայց պայմանագրում արտացոլում են բոլորովին այլ բան։ Բարև ձեզ, ուրեմն
Մեր պրակտիկայում շատ են հանդիպում նմանատիպ դեպքերը, այստեղ խոսքը վերաբերում է շինծու գործարքներին, այսինքն կողմերը գալիս են այլ պայմանավորվածության, սակայն իրականում ձևակերպումը լինում է այլ պայմանագրի շրջանակներում, այլ պայմանավորվածություններում։ Մասնավորապես, եթե փորձենք մի փոքր մանրամասնենք նշված օրինակը, շատ հաճախ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ կողմերը միասին համաձայնության են գալիս, որպեսզի մի կողմը գումար տրամադրի, մյուսը ստանա, սակայն որպես երաշխիք կողմը պահանջում է, որպեսզի գումար ստացողը անվանափոխի իրեն պատկանող գույքը, այսինքն կատարի գույքի օտարում, հետագայում գումարը վերադարձնելու դեպքում գույքը հետ վերանվանելու դիմաց։ Այս դեպքում մենք առնչվում ենք դասական շինծու գործարքներին, այսինքն շինծուն, որ գործարքներն են հանդիսանում շինծու։ Շինծու է այն գործարքը, որը կնքվում է այլ գործարք քողարկելու նպատակով, եւ այս դեպքում օրենսդիրը քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանել է, որ տվյալ դեպքերում պետք է կիրառվի այն գործարքի կանոնները, որը կողմերն իրականում ի նկատի են ունեցել։ Այսինքն կողմերը իրականում հանգելով համաձայնության փոխառության իրավահարաբերության շուրջ կնքել են առուվաճառքի պայմանագիր։ Նմանատիպ դեպքերում պետք է տվյալ գործարքների նկատմամբ կիրառվի փոխառության իրավահարաբերությունները։ Հնարավոր է արդյոք մասնավոր անձից պարտքով փող վերցնել եւ դա անել առանց ռիսկի։ Այո, հնարավոր է, քանի որ նույն քաղաքացիական օրենսգիրքը հստակ նախատեսում է փոխառության իրավահարաբերությունների գլուխը, որով կողմերի միջև նմանատիպ իրավահարաբերությունները կարգավորվում են փոխառության պայմանագրով։ Այստեղ կարևոր է նաեւ ի նկատի ունենալ այն հանգամանքը, որ փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստը կարող է հավաստվել նաեւ կողմի գումար ստացող կողմի կողմից տրված ստացականով։ Այսինքն, եթե կողմը հասարակ թղթի վրա նշում է, որ ինքը որևէ անձից ստացավ գումար փոխառությամբ, պարտավորվում է վերադարձնել մինչև նշված օրը, նշվածը արդեն իսկ բավարար ապացույց է, ընդ որում թույլատրելի եւ վերաբերելի ապացույց է, որպեսզի կողմերի միջև հավաստվի փոխառության իրավահարաբերությունները։ Այս մասով կցանկանայի նշել նաեւ, որ տվյալ ստացական անվանումով փաստաթուղթը բացարձակ նոտարի կողմից նշված փաստաթուղթը վավերացնելու անհրաժեշտություն չի պահանջում, այսինքն քաղաքացիները հստակ առանց նոտարական գրասենյակ այցելելու կարող են նմանատիպ փաստաթուղթ կազմել առանց որևէ ռիսկ հետևանք կրելու մտավախության։ Բնակարանը անվանափոխելու իրավական ձևակերպում կա։ Այո, քաղաքացիական օրենսգիրքը տարբերակում է գույքի օտարման տարբեր տեսակներ, մասնավորապես առուվաճառք, նվիրատվություն եւ այլն։ Այսինքն գույքի անվանափոխություն ինքնին ենթադրում է գույքի նկատմամբ սեփականության իրավունքի օտարում։ Այսինքն կա նման տարբերակ։ Գրավադրման դեպքում անվանափոխություն լինում է։ Ոչ, քանի որ գրավադրման դեպքում ընդամենը գույքը որպես երաշխիք հիմնական պարտավորության կատարման գրավ է դրվում եւ պարտավորությունը կատարվելու դեպքում արդեն ինքնին օրենքի ուժով գրավադրումը վերանում է։ Շնորհակալություն, մանրամասներում փաստաբան Հարություն Հարությունյաններ։ Ումից եւ ինչպես պարտք վերցնել, եթե շտապ փող է պետք գումար գտնելու 1000 ու մի տարբերակ, դիտեք գովազդից հետո։ Դուք դիտում եք մանրամասները, մենք խոսում ենք բնակարանաշորթության մասին։ Փող կորզելու համեմատաբար ազնիվ 400 եղանակ գիտեր Օստապ Բենդերը։ 21-րդ դարում այդ եղանակները 100-ապատիկ ավելի են։ Բացառապես ազնվորեն բանկերը փող են առաջարկում փողի դիմաց։ Գրավատներից միշտ կարելի է փող վերցնել որևէ արժեքավոր իր թողնելու դեպքում։ Կան նաև վարկային կազմակերպություններ, որոնք պահանջվող գումարից կախված իրենց պայմաններով տրամադրում են փողը նույնիսկ երբեմն առանց այդքան հոգնեցնող թղթաբանության։ Յուրաքանչյուրն այս կարգի գործարքներում իր շահն ունի։ Փող տվող կազմակերպությունների համար դա բիզնես է ու փող վերցնելու համար այն պետք է գնել։ Առաջին հայացքից որքան էժան, այսինքն ցածր տոկոսով այնքան լավ, բայց խնդիրը միայն տոկոսները չեն, այլ առաջարկվող պայմանների պարտքը ձևակերպելու եւ վճարման կարգը սահմանելու նրբությունները, որտեղ նույնիսկ փորձված մարդը կարող է հավելյալ գումար կորցնել։ Ֆինանսական գործարքներում անհամաձայնությունների դեպքում դատական երկարատև պրոցեսների մեջ չհայտնվելու համար արդեն 5 տարի մեր երկրում գործում է ֆինանսական հաշտարարի գրասենյակը։ Ինչ հարցի շուրջ են առավել հաճախ վիճում գործարքների կողմերը, փորձել է ճշտել Վահե Դավթյանը։
Հյուզանդի բնակիչ Սեդրա Ղազարյանը 2 տարի առաջ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Տնից հանել են, խոստացել են նոր բնակարան տալ, միջև հիմա սպասում է։ Կառավարությունը Եվրոդատարան նամակ է ուղարկել, որտեղ գրված է, որ նոր բնակարան տրամադրել են, բայց Սեդրա Ղազարյանը պարզել է, որ իրեն տրամադրել են վաճառված բնակարան։ Կառավարության որոշումը բողոքարկեցինք, 3 ատյաններում մեզ վտարեցին։ Նոր-Նորքի 9-րդ զանգվածի բնակչուհի Էմմա Մկրտչյանը 2009-ին իր 1 սենյականոց բնակարանը դրել էր վաճառքի, որի գինը սահմանել է $20,000։ Բնակարանի վաճառքը որոշում է կազմակերպել անշարժ գույքի գործակալության միջոցով։ Դիմում է գործակալություն, գալիս են ընդհանուր համաձայնության։ Բնակարանը վաճառելու դեպքում գործակալությունը որպես միջնորդավճար պետք է վերցնի $3,500։ Մեկ շաբաթ անց բնակարանը վաճառվում է պայմանավորված $3,500-ի փոխարեն, գործակալությունը որպես միջնորդավճար գանձում է $9,000։ Շենքի հարևանները ամբողջ հիմա հավաքենք, բերենք լցնենք այստեղ։ Ոչ կարելի է։ Բնակարանային խաբեություններն այսքանով չեն ավարտվում, ինչպես վաճառել բնակարանը կամ որտեղից գտնել անհրաժեշտ գումար հետագայում մոլորության մեջ չընկնելու համար։ Քաղաքացիների մեծ մասը չի վստահում գրավատներին, բանկերին նույնպես, բայց ստիպված են վարկ վերցնում, այլընտրակ չկա։ Ոչ, մեկին չեմ վստահում։ Բանկերին չեմ վստահում, ոչ էլ գրավատներին։ Բանկերը երևի թե արդեն վստահելի չեն դառնում։ Եթե պատրաստվում եք վարկ վերցնել, ապա ֆինանսիստները խորհուրդ են տալիս միայնակ գործարք չկատարել։ Կան նրբություններ, որոնք սովորական քաղաքացին չի նկատի առաջարկվող պայմանագրում, հետո կզգա, որ նախատեսվածից ավելի գումար է ետ վերադարձնում։ Ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար հարկավոր է դիմել խորհրդատվական գրասենյակներին։ 2013-ին ֆինանսական հաշտարարին ամենից շատ դիմել են ապահովագրական ընկերությունների դեմ պահանջներով։ Քննության ընդունված 818 պահանջներից 591-ի պատճառը ապահովագրողներն են։ Դեմ բողոքների երկրորդ հորիզոնականը բանկերին է 208 պահանջով։ Հաշտարարի նկատմամբ վստահությունը աճել է 2012-ի համեմատ, անցյալ տարի դիմողներն ավելացել են 53%-ով։ 2013 թվականին մենք հատուցել ենք մոտ 176 միլիոն դրամ, ընդ որում այս թիվը, եթե չեմ սխալվում, ամբողջական չէ։ Դիմումների 68%-ը լուծվում է հոգու դիմորդների, բայց որևէ խնդիր, ինչպես վստահեցնում են գրասենյակում, ֆինանսական կազմակերպությունների հետ չի լինում։ Մինչև այժմ ընդամենը մեկ դեպք է եղել, երբ գործը հասել է դատարան, սակայն վարույթ չի ընդունվել։ Խնդիրը սովորաբար լուծվում են բանակցությունների միջոցով։ 68% բողոքները, որ լուծվում են հոգուտ հաճախորդի հետ, 68%-ի մեջ մեծ տեսակարգաշերը մոտ 75%-ը գործերը լուծվում են հաշտեցման ճանապարհով, կոնսենսուսով։ Հաշտարարի գրասենյակը գործակցում է բազմաթիվ միջազգային կառույցների հետ։ Գրասենյակն իրականացնում է կրթական ծրագրեր դպրոցներում եւ բուհերում։ Նպատակն է բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների տեղեկացվածությունը։ Գրասենյակը պարզել է, որ մարզերի բնակիչների մեծ մասը չունի իրավական գրագիտություն։ Մասնագետները խորհուրդ են տալիս առանց ֆինանսական գրագիտության երբեք չմտնել գործարքի մեջ։ Վահե Դավթյան, Արմյուս։